Շնորհակալ եմ, նախ զավեշտալիա, որ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է մանիպուլյացիա անելու մեջ, հանգիստ եղեք, դուք այստեղ անմրցելի առաջատար եք, այդ բացառիկ առաջին հորիզոնականը մանիպուլյացիայի վարպետների պատկանում է ձեզ։ Հայտարարագիր լրացնելու ժամկետը, սիրելի հայրենակիցներ, երկարացվում է մինչև նոյեմբերի 1, հիշեցնեմ, որ մենք առաջարկում էինք առհասարակ չեղարկել այս համակարգը, հիմա որևէ հարց չլուծելով հանդերձ, չլուծած լինելով հանդերձ, իշխանությունը ընդդիմությանը հերթական անգամ մեղադրում է այս անգամ դեմոնիզացնելու մեջ համակարգը։ Տիկին Մինասյան, այդ ես եմ դեմոնիզացրել, հա? Ես 3 ամիսա պետական կառույցներից չեմ կարողանում ստանալ պարզ հարցի պատասխան, արդյոք քրեական օրենսգրքի 444 հոդվածը վերաբերվում է ֆիզիկական անձանց։ Հիշեցնեմ, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահը բանավոր խոսքի ժամանակ հայտարարել է, որ վերաբերելի չի, գրավոր հարցման ժամանակ ասել է, որ իր իրավասություններից դուրս է։ Գլխավոր դատախազը, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առհասարակ հրաժարվել է հարցին պատասխանել, ասելով, որ իր սահմանադրական լիազորություններից դուրս է։ Այդ կարող է երազեի տեսել, եկել էի ձեզ պատմում էի, կարող է երազեի տեսել, եկել էի ձեզ պատմում էի, դուք էլ ջուրն էիք։ Կարող է, դե հա հասկանում, ձեր համար նորմալ է, եթե ձեր համար նորմալ է, որ երկրի վարչապետը կարող է ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարի բռնել սատանաներին կառավարության նիստի ժամանակ, հաջորդ օրն էլ, հաջորդ օրը թե մի ամիս հետո էլ, իր ընտանիքին պատկանող թերթը հարցում ուղարկի ԱԱԾ, թե արդյոք բռնեցին սատանաներին, թե ոչ, նորմալ է, որ ձեր համար այս ամեն ինչը դեմոնիզացիա է եւ երազ է, որը տեսել եկել էի ձեզ պատմում էի։ Ինչ ասում, հարգելի հայրենակիցներ, ինչ են ասում իշխանական падգամավորները։ Նախ Բաբկեն Թունյան ասում է, հերքում է, հետո ասում է, բայց իրավաբանների հետ մի հատ կխոսանք, հետո կարձագանքենք։ Տնտեսական հանձնաժողովի նախագահն է, իրավաբանների հետ խոսել է, եկել է նույն պնդումներն է անում։ Պարոն Թունյան, բա որ այդքան ամեն ինչը պարզ էր։ Ձեր ընտրած գլխավոր դատախազը այդ պարզ հարցերին չէր կարողանում պատասխանել։ Պեկի նախագահը այդ պարզ հարցին չէր կարողանում պատասխանել, եթե ամեն ինչ այդքան պարզ էր։ Կամ Վլադիմիր Վարդանյանը, ես ցավում եմ, որ հիմա այստեղ չի, ասում է մանիպուլացնում է Տիկին Խամոյանը։ Խնդիրը այստեղ հոդվածը չի, գլուխն է։ Եթե ես չեմ սխալվում, մեզանից իրավաբանը Վլադիմիր Վարդանյանն է։ Եվ իդեպ պարոն Թունյան, ես որ եկել այստեղ խոսում էի, իրավաբանների հետ խոսել, նոր է եկել այստեղ խոսում։ Պարոն Վարդանյանը չգիտի, որ քրեական օրենսգրքում հոդվածն է մեկնաբանման առարկա, ոչ թե գլուխը։ Ես վստահ եմ, որ ինքը շատ լավ գիտի, պարզապես այստեղ իր բառերով մանիպուլացնում էր իրավիճակը։ Հիմա ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, ես պնդում եմ, որ սա փորձանք է լինելու ձեր գլխին, բայց սրա մասին իշխանությունները հիմա լռում են։ Իմ ձեռքի տակ հայտնվել է պետական եկամուտների կոմիտեի պատասխան, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ հարկային մարմնի կողմից կիրառվում է օրենսգրքի 169 հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները, սակայն հաշվի առնելով, որ նշված իրավախախտումների մասով դեռևս չեն սպառվել նույն հոդվածով սահմանված կիրառման ենթակա բոլոր պատասխանատվության միջոցները, ինչը որպես պարտադիր պայման նկարագրված է քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի դիսպոզիցիայում, ուստի եկամտային հարկի տարեկան հաշվարկ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության չկատարման դեպքով քրեական հետապնդման մարմիններին տվյալներ դեռևս չեն փոխանցվել։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ ինչպես Արցախի հարցից սկսած մինչև Արագաչափեր ստել են, այնպես էլ այս հարցում են ստում եւ պատրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական հետապնդումներ են սպառնում այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնի կամ կեղծ տվյալներ կլրացնեն։ Շնորհակալ եմ։